Ինչ եք կարծում, եթե ընտրություններ չլիներ, Փաշինյանը թոշակը կբարձրացներ։ Չէ։ Համոզված է։ Երևի արդեն ժամանակն էր, որ հասներ այդ հարցին։ Կամաց ամեն ինչը կկարգավորվի։ Ես չեմ կասկածում։ Ես կարծում եմ կբարձրացներ, բարձրացնում է, Ասել է, որ 10,000-ով բարձրացնելու է։ Ինչպես։ Ասել է, որ 10,000 դրամով բարձրացնելու է։ Դե ստանում ենք էլ 10,000-ը։ Հիմա էլ այդ քեչբեքի բաղով ստանում ենք։ Կարծում եմ չէ։ Իմ մաման թոշակառու է, եթե մամաս մենակ ապրի, մամաս չի կարող այդ գումարով ասենք, ոչ կոմունալ մուծի, ոչ մի բան ասենք։ Բնական է, եթե 10,000-ան բացնեն, ինձ թվում է շատ լավ կլինի։ Բայց դա կապ ունի ընտրությունների հետ, սպասող ինչ եք կարծում։ Ինձ թվում է հա։ Ինչու եք հասկանում։ Դե քաղաքականությունն է դրա համար։ Ես կարծում եմ Փաշինյանը ոչինչ չի անի։ Ոչ, Ինչու եք հասկանում։ որտեվ ամենը ձևական կողմեր է։ Ոչ մի նորմալ բան գոյություն չունի։ Մարդիկ կան ասում են շատ բան արել, բայց դե ինչ որ չի երևում այդ շատ բանը։ Չեմ կարող իր տեղը պատասխանել։ Օրինակ նախկինում որոշ ժամանակ առաջ ասում են, եթե 10,000-ով բարձրացնեն, թոշակառուն չի իմանա ինչպես ծախսել։ Այսօր հայտարարել է, որ 10,000-ով բարձրացնեն։ Գիտեք, ինչ յուրաքանչյուր մարդ գիտի իր գումարը ինչպես ծախսի։ Անկախ նրանից 10,000 է թե ավել։ Ամեն դեպքում դա սխալ արտահայտություն է։ Իսկ ինչ եք կարծում, այդ բարձրացումը կապ ունի սպասվող ընտրությունների հետ։ Ինչ որ չափով հա։ Ինչու եք Մարդկանց գայթակղելու։ Ամեն ինչ հասկանալի է, չէ՞։ Ես այդ մարդուց վաբշե առաջ շատ հարգում էի, հենց սկզբնականում, որ 16-ը սարկեց 26, բայց հիմի վաբշե մի գրամ հույս է չունիմ, որ ինքը շնչեգը կամ մարդ է։ Ինչու ինչ փոխվեց։ Թոշակի տեսակետը մենք ես 36,000 թոշակով արեկը վերցնենք ընտանիք ոնց է սպահում։ Ոնց, որտեղ ես այդ հիմի ներկայությամբ ծառայում։ Դե որոշ ժամանակ առաջ ասում են, եթե 10,000-ով բարձրացնենք, թոշակառուն չի իմանա ինչպես ծախսի։ Այսօր հայտարարել է, որ 10,000-ով բարձրացնում է։ Թոշակառուն այնքան շատ խելք ունի, որ ինքը չունի։ Թոշակառուն գիտե 10,000-ը որտեղ ծախսե, 1,000-ը որտեղ ծախսե։ Թող կա կողքովս քայլի տեսնի, որ ես լավ կծախսեմ, թե ինքը։ Իսկ ինչ եք կարծում, կապ ունի այդ բարձրացումը սպասվող ընտրությունների։ Դե այդ ընտրությունների, չէ, ընտրությունների հետ ինչ կապ ունի։ Ինչ կապ ունի։ Եթե մարդուն հարգում, իրեն ձայն տան օրինակ։ եթե մարդուն հարգում ես, առանց բարձրացնելու էլ ձայնը կտաս, եթե հարգում ես, ինչ կապ ունի ընտրությունը։ Եթե ժողովուրդը հիմի ես մտնում եմ սիտի, 36,000 ինձ թոշակ է տալիս, ես 1,200 դրամով ինչ առնեմ, պարոն Փաշինյան, կապ չունի ընտրությունը, հարգանք թողնար, առանց բարձրացնելու է կընտրվեր, հարգանք թողնար, բայց հիմի ինչ հարգանքի մասին է խոսքը, ինչի մասին է խոսքը։ Գիտեք, դա ամենավերջի հարցն է։ Մենք ինքան խնդիրներ, հիմնախնդիրներ։ Որոշ ժամանակ առաջ ասում են, եթե 10,000-ով բարձրացնենք, թոշակառուն չի իմանա ոնց օգտագործի։ 10,000-ը Հիմա այսօր ասում են, որ 10,000-ով մեխանիզմը ուրիշ ձևով է եղել այդ թոշակների եւ ես կարծում եմ, շատ ներողություն, ես կարծում եմ, որ մեր մարտահրավերները բոլորովին այլ են։ Կաշառկա դա 2 ամսով։